Հալելույա։ Գիտեք, ես չեմ կարող պատկերացնել մի մարդ, մի քրիստոնյա, Я не могу представить какого-то христианина, որ ինքը հավատք ունի, у которого есть вера, այդ գործեր չունի։ но нет дел. Ես տենց հավատացյալի չեմ կարող պատկերացնել, Я не могу представить такого верующего, որ հավատում է Քրիստոս իր Աստվածն է, который верит, ոչ մի բան չի անում։ Христос его Бог, но ничего не делает. Ես այսօր ուզում եմ խոսամ աշխատասիրությունից։ Я хочу сегодня говорить о трудолюбии. Աշխատասիրության մեջ վարձ կա։ И в трудолюбии есть награда. Աշխատասիրության մեջ վարձ կա։ Մենք Трудолюбие есть награда. իրար հետ որ արդեն կայանում։ Հալելույա։ Եթե մենք ուշադիր լինենք, Если мы будем внимательны, Աստվածաշնչի մեջ չկա մի հավատքի մարդ, որ բարակ նստած ունի։ нету ни одного человека веры в Библии, который просто так сидит без дела. Չկա տենց բան։ Нету такого. Բոլոր նրանք, Все те, ովքեր որ հավատում են Հիսուս Քրիստոսին, которые верят в Иисуса Христа, լցված են Սուրբ Հոգով։ они наполнены Духом Святым. Իսկ որ лցված են Սուրբ А Հոգով, если наполнены Духом Святым, ուրեմն առաջնորդում են Սուրբ Հոգով։ они направляются Духом Святым. Երբ որ առաջնորդում են Սուրբ Հոգով, Если они направляются Духом իրանց Святым, տեղը հանգիստ չեն կարող նստել։ они не могут сидеть на своем месте Մարդիկ спокойно. մարդիկ, Это трудолюбивые люди. ամեն ծույլ չեն, Они не ленивые, աշխատասեր են։ они трудолюбивые. Եվ հավատքի մարդը ծույլ պետքա չլինի։ И человек веры не должен быть ленивым. Ամենտեղ, Везде, որտեղ որ դու գաս, где бы ты ни был, եթե դու հավատքի մարդ ես, если ты человек դու веры, պետքա հաջողություն ունենաս, ты должен иметь успех, որովհետև դու պետքա շարժվես, потому что ты должен դու պետքա двигаться, խոսաս, ты должен говорить, դու պետքա ասես, ты должен сказать ցույց տաս քո կյանքով, и показать своей жизнью, որ դու լցված ես հոգով։ что ты наполнен Духом. Ամեն։ Аминь. Գիտեք, Ռեյխերդ Բոնկեն մի հատ հետաքրքիր բան ասեց, իմ համար դա շատ մեծ կարևոր դեր խաղաց։ Знаете, Рейнольд Бокер очень интересную вещь сказал, и это сыграло очень важную роль для меня. Երբ որ ինքը ծերեր արդեն Когда он был уже в преклонном возрасте, իր փեսան ասեց, его зять сказал: վերջ պապա, все, папа, դու արդեն կամած հանգում ես։ ты угасаешь уже потихонечку. Ես կվերցեմ կամած իմ ձեռը։ Я все возьму в свои руки потихоньку. Ասես լսի տղես։ Он сказал: послушай, сын Ես мой, նման եմ Boeing սամոլյոտների, я похож на тот самолет Боинг, որ իջնելուց ավելի уժեղ скорость են հավաքում, քան թե թռնելու։ которые, когда спускаются, берут еще большую скорость, чем когда поднимаются. И он мне Իր нравится. մոտիկացում է ինձ դուր ագա։ Его подход мне нравится. Ասма գիտեք, ես նստած եմ մի կոմբայնի ղեկին И он говорит: я сижу за рулем комбайна ու հավաքում եմ Քրիստոսի համար իր հացը։ и собираю для Христа его хлеб. Փոքր մկներն ուզում են գողանան այդ И ծորերից։ маленькие мышки хотят украсть от этих Ես зерен. երբեք իմ կոմբայնը չեմ И կանգնացնի, я никогда не останавливаю свой комбайн, որ իջնեմ ընկնեմ այդ մկների чтобы հետևից։ спуститься и бегать Ինձ за этими Աստված мышами. կանչելա, որ իր հացը հավաքեմ իր աշտեմարանում։ Господь призвал меня, чтобы я собрал его Аллилуйя! хлеб. Аллилуйя! Հարտիրոջը, Слава Господу! մեր Աստված կանչելա հզոր գործերի։ Господь призвал нас для великих дел. Առյուծները մկների հետևից չեն վազում։ И львы не бегают за мышами. Հալելույա։ Аллилуйя! Հարտիրոջը։ Слава Господу! Երկրորդ Տիմոթեոս, 2 Тимофея, երկրորդ գլուխ 15-րդ խոսք։ 2 глава, 15 стих. Ջանա Աստծո առաջ ջան քարա էլի Աստծո առաջ Старайся перед Богом, старайся. Աստծո առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել իբրև մի մշակ հողագործ որ ամաչելու բան չունի որ ճշմարտության խոսում ուղի հեմատություն Написано, հա, ճիշտ է, ժամանակ չկորցնեմ։ Հասկանում եք, ջանք արա, այդ նշանակում է աշխատի։ Понимаете, стараться, это означает работать, трудиться. Что ты делаешь? Ենթադրենք ես կամ Ռուզանը, ասենք Ռուզանին տենում եմ տունը, ես ինձ եմ տենում տունը։ Допустим, я или Ենթադրենք Ռուզանն ինձ ասում է, դու պետք է քարոզ ես ասում, հա, բայց ես ունեմ ժամանակ, երբ որ ես դրա վրա ծախսում եմ։ Рузана говорит: ты должен проповедовать сегодня, но у меня есть время, которое я трачу на это. Ինքը մտածում է, ես չեմ անում ոչ մի։ Она думает, что я ничего не делаю. Բայց ես ունեմ ժամանակ Но у меня դրա։ есть время для этого. Որ այդ առանձնացնում եմ именно այդ հարցի համար։ Что я отделяю именно для этого Ինքը вопроса. մի ուրիշ ձև է պատրաստվում։ Она по-другому Ես готовится. պատրաստվում եմ մի ուրիշ ձև, Я բայց по-другому. առանց պատրաստվելու ես չեմ կարող ոչ մի բան անել։ Но если я не буду готовиться, я ничего не сделаю. Գիտեք,
Մենք ուզում ենք շատ բաներ, Мы очень многого хотим. բայց ինչ ենք անում դրա։ Но что мы делаем для этого? Ամեն։ Ամեն։ Եթե դու հող ես սառել, դաժե հիմա օրենք են անում, եթե հողը 3 տարի չես օգտագործում, ձեռիցդ վեր։ Если ты купил землю, и сейчас есть закон, если 3 года ты не обрабатываешь эту землю, они забирают ее у тебя. Գիտեք, աշխատասեր մարդը պետքա ջանք անի անպայման։ Трудолюбивый человек, он должен усилия приложить. Ես ուզում եմ մի քանի որակից խոսամ աշխատասեր մարդու։ Я хочу поговорить о нескольких качествах трудолюбивого Դուք ասես человека. ինչ կապ ունի էդի։ Какая связь между ними, ты скажешь? Առաջինը դա ընդունակա լսելու։ И первое, человек способен слышать. Աշխատասեր մարդը ընդունակա լսելու։ Трудолюбивый человек способен слышать. Ինչի՞ համար, որտեղ իրան պետքա լսի, որ հետո ճիշտ անի։ Почему? Для того, чтобы он сначала услышал, потом правильно поступил. Նայեք Հիսուսի կյանքին։ Смотрите жизнь Իր Иисуса. մոտ մոտիկանում К էին, нему подходили, ինքը ուշադիր լսում он էր։ внимательно слушал, Նոր աշխատում, նոր потом գործ։ трудился, потом Հիսուսի действовал. ամբողջ կյանքը դա աշխատանք է։ Вся жизнь Иисуса это была работа. Աշխատասեր էին նաև աշակերտները, առաքյալները։ Трудолюбивые были также ученики апостолов. Նրանից հետո մնացած բոլոր իր զորքը ոնց որ ասած։ После него все воинство его, так сказать, армия. Աշխատասեր էին։ Они были трудолюбивыми. Շատ քրիստոնյաներ պատկերացնում են երկնքում sense թիթեռնիկներ են թռնում։ Очень многие христиане представляют, что бабочки на небесах, они ничего не делают, Ման են գալի։ просто гуляют. Ոչ, Աստվածաշունչն ասում առավոտից իրգուն փառք էին տալի Տիրոջ։ Нет, Библия Փառաբանում էին։ говорит, что с утра и до вечера воздавали славу Господу. Գիտեք, լսելու ընդունակ մարդը երբեք չի կարող կրվարարել։ Знаете, человек, который умеет слышать, он не может никогда быть спорящим, да, ссорящимся, раздорным. Չի կարող տենց, ինչի՞ համար, որտեղ ինքը լսում է, որ իր կյանքը դզի, ճշտի, Потому что он слышит, чтобы исправить свою որտեղ жизнь. ինքը աշխատասեր է։ Потому что он трудолюбивый. Ամեն։ Аминь. Աշխատասեր մարդը շատ խոսալ չի սիրում։ Трудолюбивый человек не любит много говорить. Հիսուսն ասեց, եթե իմ խոսքերին չեք հավատում, իմ գործերին հավատացեք։ Иисус сказал, если не верите моим словам, поверьте моим Աշխատասեր делам. մարդը ավելի շատ գործերով է ապացուցում։ И трудолюбивый человек больше доказывает своими делами. Դու երբ որ նայում ես И մարդուն, когда ты смотришь на человека, ծանոթանում ես իր հետ, знакомишься с ним, միանգամից դու հասկանում ես, այդ մարդը ինչ գործի մեջ է։ сразу ты понимаешь, в каком деле этот Դու տենում человек. ես իր պերսպեկտիվա, Видишь его իր перспективу, ծառայությունը, его իր служение, աշխատանքը, его работу, իր չարչարանքը, его труд, իր ընթացքը, его իր течение, առաջ եթալը։ его Երբ որ направление մարդը вперед. սկսում է խոսալ, դու արդեն հասկանում ես ինչ ձգտումներ ունի։ Когда человек начинает разговаривать, ты понимаешь, какие у него цели и перспективы. Աշխատասեր մարդը անհաջողության առաջ կանգ չի առնում։ Трудолюбивый человек не стоит перед неудачами, не Ինքը останавливается. սերավնո շարունակում է իր ընթացքը։ Он все равно продолжает свое течение. Գիտեք ով չի շփոթվում, Знаете, кто не ошибается? նա որ ոչ մի բան չի անում։ Тот, кто ничего не делает. Եթե դու նստած ես տեղդ, Если ты сидишь на месте, դու չես շփոթվում։ ты не ошибаешься. Բայց ես ձեզ մի հատ գաղտնիք Но ասեմ։ я секрет вам один Հենց скажу. դա ամենամեծ շփոթությունն И է։ это есть самая большая ошибка. Երբ որ դու նստած ու ոչինչ չես անում։ Когда ты сидишь и ничего Այսօր не делаешь. եկեղեցին մեծ կարիքներ ունի։ Сегодня у церкви много нужд, Ծառայողների, служителей, մարդիկ, որոնք կավետարանը կքարոզեն։ люди, которые будут Մարդիկ, проповедовать ովքեր որ Евангелие, ծառայողների ձեռքերը люди, կբարձրացնեն։ которые будут поднимать руки служителей. Եթե դու դաժե ոչ մի бан չես կարող անել, Если ты ничего даже не можешь делать, վերցրա ինչ-որ մի համով բան սարքի բեր շաբաթորացնեղ մի երկու հոգու օրնի։ приготовь что-то вкусное, принеси Ишь, вот себе, банана ты благослови делаешь, кого-то. вот Что-то верши сделай для потом Господа, у нас. чтобы у тебя плоды были в конце. Հալելույա։ Аллилуйя. Գիտեք կան կոմպլեքսներ, որ մարդկանց արգելք են հանդիսանում։ Есть комплексы, которые бывают как преграда для людей. Բա որ սարքեմ համով չլինի։ Если я приготовлю, но не будет вкусно. Բա որ չհավանեմ։ Если не Դա понравится, արդեն քո գործը չի, это не քո твое գործն է։ дело уже. Ты делай свое дело. Ինչի համար։ Для чего? Աշխատասեր մարդիկ հաջողության հասնելու համար անում են ավելին, քան ստեր մնացած, որոնք անհաջող են։ Трудолюбивые люди для того, чтобы достигнуть успеха, делают больше, чем те люди, которые неудачливы. Առաքանց 12:24 Притча 12:24. Աշխատասերների ձեռքը կկառավարի, իսկ ծույլը սևագործի ճորտ կլինի։ Рука прилежных будет господствовать, а ленивая будет под данью.
Դուք լսում եք ինչ ասում։ Вы слышите, что говорит? Աշխատասերների ձեռքը կկառավարի։ Рука прилежных будет господствовать, Իսկ ծույլը սևագործ ճորտ կլինի։ а ленивый будет под данью. Ու ես ես մի հատ էլ գաղտնիք И ասում։ один секрет еще вам Աշխատասեր скажу. մարդիկ ընդունակ չեն հպարտության։ Трудолюбивые люди, они не способны гордиться. Իրանք гордыней. հագնում են շատ հասարակ։ Они очень просто одеваются. Ուղղակի իրանց գործերն են իրանց մասին խոսում։ Их дела говорят о них. Առաքանց 12:27 Притча 12:27. Ծույլը իր որսը չի խորովում, բայց աշխատասեր մարդը մեծ արժեք ստացված կունենա։ Հասկանում եք, ծույլը իր որսը ասված չի խորովում, ինչի՞ համար, ինչ-որ մի բան ստանում է, ու էլ դրա վրա ոչ մի չարչարանք չի Вы անում։ представляете, ленивый не жарит своей дичи. Он что-то получает и больше ничего не делает, не трудится над этим. Ասում է, խիքո գումարը չտվեցիր աշխատողներին, որ քեզ օգուտ բերեին։ Հիսուսը հիշում եք, երբ որ տալիս է իրան։ Ասում է, խիչ տվիր քո գումարը, եթե դու ծույլ ես, ոչ մի բան չես անում, хотя бы մեկին օգնի։ Иисус, помните, говорил, ты почему свою сумму, свои таланты не отдал кому-то, чтобы они проценты принесли? Если ты ленивый, хоть кому-то помоги. Հասկանում եք, Понимаете? աշխատասեր մարդը անպայման ինքը սոված երբեք չի քնի։ Трудолюбивый человек никогда не уснет голодным. Աշխատասեր մարդը քանը մի քանի օգոյլ հետը օգնի։ Трудолюбивый человек еще и будет некоторым помогать. Ապոստոլ Պողոս Արաքյանն ասում է, որ ով որ առաջ գողանում էր, Апостол Павел говорит, кто ранее воровал, էլ մի գողաց։ не воруй больше. Սկսի աշխատել, Начни работать. փոխի քո կյանքը։ Меняй свою жизнь. Հասկանում եք։ Понимаете? Ու հետո Տերը չի ասում, որ քո ուղեղի վրա հիմնվես, հին մտածելակերպիդ վրա։ И Господь не говорит, чтобы ты мыслил по-прежнему, по-старому. Ընդհակառակ ասում է, նորոգի քո մտածելակերպը։ Наоборот, говорит, обнови свой Առաջ разум. չէի կարող աշխատել, օրհնություն չկար։ Раньше Ես мог բукվալի работать. ամեն հարցերում եմ Не ասում։ могло было, не было благословения. Во всех вопросах я это говорю. Գործի համար ես չգիտեմ ինչ ունես այսօր քո դեմը, որ դու պետք է անես ու չես անում։ Սկսի անել։ Насчет работы, я не знаю, что у тебя есть, что ты должен делать и не делаешь. Начни делать. Որտեղ եթե դու անես, Աստված ուժ կտա քեզ։ Потому что если ты начнешь Если что, делать, Бог беги, даст Дима, силу все тебе. аны. Я кому-то говорю, начни делать. Դու մի վախեցի։ Не бойся. Վախը Տիրոջից չի։ Страх не от Господа. Դու պետք է սկսես անել։ Ты должен начать делать Ու это. Տերը կօգնի И քեզ։ Господь поможет тебе. Հալելույա։ Փառք Аллилуйя. Տիրոջը։ Слава Господу. Դա շատ կարևոր է, որտեղ դու Очень важно. ստացված կունենաս։ Потому что у тебя будет прибыль. Մենք շատ անգամ տենում ենք մարդիկ ասենք դաժե ողջ ունեն, բայց ելի մի բան մտածում են, որ մի ինչ-որ բան ստանան։ И очень часто видим, у людей даже нету земли, но они что-то придумают, чтобы что-то получить. Ես եկա մեկի տունը հույր, Я пришел в гости к одному человеку. սենց արգերով հող էր լցել, У него были там, земля была в ящичках маленьких. համեմ էր ցանել, պետրուշկա էր ցանել, տարբեր Там կանանչիներ էր немножко ցանել։ всякая зелень у него была, он посеял там. Պետք է բարձրանում է։ Это было в квартире. Պատկերացնում եք, Представляете? այդ մարդը աշխատասեր է։ Он трудолюбивый. Ու իր համեմից քաղում ամեն օր ուտում է։ И он каждый раз отрывает от своей зелени и ест. Իրան պետք չէ դա շուկա դրա համար, Ему не нужно идти на рынок для этого. որտեղ շատ էր սենց Потому что ահագին։ много было там. Դուք պատկերացնում եք ես ինչ եմ։ Представляете, о чем я говорю? Աշխատող մարդը երբեք սոված չի քնի։ Трудолюбивый человек никогда не уснет Ես հիշում голодным. եմ, երբ որ Մարտիրոսը 10 հատ ճուտ էր բերել 10-նոտ մեր տուն, սենց փուճուր ճտեր։ Я помню, что когда брат Мартинос принес 10 маленьких цыплят, Դա 10-նոտ էր, это հա։ десятина была, он принес в наш дом, Ես չգիտեի ինչ я не անել։ знал, что сделать с ним. Բալկոնը կիսեցի մեր երկրորդ հարկը։ Я там отделил балконе место, Ու այդ ճտերին դրեցի տեղ։ и этих цыплят положил туда. Ու այդ ճտերը մեծացան, մի քանի հատ ակրորներ եղավ, И эти цыплята выросли, петухи там появились, 5 հատը հավ եղավ։ и 5 из них курицы были. Պահում էինք մենք այդ հավերը։ Мы их держали. Ու առաջի ձում մենք բերինք տվեցինք ձիակնին, И первое яйцо мы отдали տարանք дьякону. եկեղեցի տվին փուճուր ձույր առաջի ձում։ Отнесли в церковь, отдали Ու այս яйцо հավերը маленькое. սկսեցին պիլի մոտի նման զոհացել։ И как пулемет они стали
стали Մենք սարին օրնում էինք այդ Всех ձմերից։ благословляли мы от этих яиц. Գիտեք դժվար է այստեղ հավ պահելը։ Очень трудно в таком месте держать. Բայց ինձ դուր էր գալի։ Но мне это нравилось. Իմ համար դա աշխատանք էր։ Для меня это была Ես работа. հանում нստում նայում էի իրանց։ Я постоянно смотрел на них. Հիմա Սոչիում խաբար եմ արել 30 ճուտ են բերել սև։ Сейчас в Сочи, я им сказала, они принесли 30 черных цыплят. Անհամբեր սպասում թե դեթամ տենամ։ Я с нетерпением ожидаю, пока поеду и увижу. Ինչի համար։ Для чего? Որպեսի տենամ, Чтобы увидеть, որպեսի արդյունք լինի։ чтобы был результат. Ես համոզված եմ։ Я уверен, Արդարը ինչ էլ որ անի, праведник, что бы ни делал, հաջողակ է լինելու։ он будет Եկեք успешен. փառավորենք Տիրոջ։ Давайте прославим Господа. Առաջի Կորինթացիս 1 Коринфянам, 9-րդ գլուխ 9 глава, 24-25 խոսքեր են։ 24-25. Չգիտեք, որ մրցած Պարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում։ Դուք այդպես վազեք, որ մրցանակի հասնեք։ Не знаете ли, что бегающие на ресталище бегут все, но один получает награду. Так бегите, чтобы получить. Եվ ամեն օգ, ով մրցում է, ամեն ինչում ժուշկալ է լինում։ Նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք անապականելի։ Все подвижники воздерживаются от всего те для получения венца тленного, а мы нетленного. Անենց վազեք ասում է, Так бегите, говорит, որ վարձք ունենա, чтобы иметь награду, որ շահեք մի бан, чтобы что-то ուղղակի вы չլինի, не просто так, պրոստը չապրենք այս աշխարհի վրա։ не жить просто так на этой Սիրելի земле. եկեղեցի, եկեք իզուր չապրենք այս աշխարհի վրա։ Драгоценная церковь, давайте не просто так жить на этой земле. Հավատացեք, օրերը թռնում են, Поверьте, дни летят, տարիները եթում են, դու չես годы հասկանում ոնց։ уходят, ты не понимаешь, Ես как. դուրս են գալի ստեղ աղջիկները, որ առաջ մալադյոժ էին գալի, այսօր տենում եմ ամեն մեկը երկու երեխով դուրս են գալի ստեղ, որոնց ժամանակ էլ չի անցել։ Сюда вышли сегодня девушки, которые были молодежью, у них по 2 детей сегодня. Օրերը թռնում են, Մի եկեք միջա։ ուղղակի տակ չվազենք, Давайте просто так не եկեք бегать. պտուղ բերենք Աստծո Давайте թագավորության համար, приносить плод для Царства որպեսզի Божьего, ճակատները սպարս կայնենք Տիրոջ առաջ, чтобы с открытым лбом стоять перед Богом, որպեսզի կարողանանք ասել Տերը հային գործերը, чтобы мы могли сказать: Господь, вот мои Հակոբոս ասում է дела. դու ցույց տուր քո հավատքը առանց գործերի, ես ցույց տամ իմ հավատքը իմ գործերով։ Иаков говорит: покажи свою веру без дел, я покажу свою Առանց веру с գործերի делами. մենք չենք կարող հավատքը աճեցնել։ Без дел мы не можем вырастить свою веру. Ոնց որ արդն է, երբ որ ցանում ես իրան պետք է մշակես որ աճի, նույնն էլ հավատքն է։ Как поле мы должны возделывать, так и вера. Ես հրաշք եմ ուզում։ Я Մենք хочу чудо. ընդհանրապես հրաշք ենք ուզում։ Все мы чудо хотим. Ով է հրաշք ուզում։ Кто хочет чудо? Հալելույա։ Аллилуйя. Ինչ ենք անում դրա համար։ Что мы делаем для этого? Հրաշք ես էլ եմ ուզում։ Я тоже Որ դա хочу է, чудо. Աստվածաշնչյան է։ Это хорошо, это от Бога. Քանիսին ենք զարթնում։ Во сколько мы Ինչքան ենք встаем? աղոթում։ Сколько Ինչքան молимся? ենք կարդում։ Сколько читаем? Ինչքան ենք նվիրում Աստծուն մեր ժամանակը։ Сколько дарим Богу Ինչքան наше մեզանից время? այդ ժամանակն է թող Տիրոջ գործի համար։ Сколько уходит Եկեք времени для վերանայենք Божьего մեր дела? կյանքը։ Աշխատասեր լինենք Տիրոջ համար։ Пересмотрим свою Ամեն жизнь. սֆերաներում։ Будем Երբ որ трудиться գալիս для ես Бога. միտեղ մտնելու աշխատանքի հիշի, դու տեղ ելնելու ես Աստծո ներկայացուցիչը։ И если куда-то ты устраиваешься на работу, ты помнишь, что ты будешь там представителем Бога. Ամեն։ Քո աշխատանքին, քո կարգու կանոնին, քո վարքին հետևելու են, նայելու են, ու քո հետևից խոսալու են անպայման։ И все будут следить за твоим поведением, за тем, что ты делаешь, и будут говорить за тобою. Ամեն։ Аминь. Դա մենք որտեղ որ գալիս ենք, մեզանից պետք է օրհնություն դուրս գա։ От нас должно исходить Պետք է благословение. մտուղները լինեն Աստծո։ Должны быть плоды Божьи. Ամեն։ Ամեն։ Հաջողություն ենք ուզում։ Успех хотим. Ես չեմ ուզում որ հիմա դու ասես ես ուզում եմ հաջողություն։ Ես ուզում որ դու լսես инձ ուղղակի։ Я не хочу, чтобы ты сказал: я хочу быть успешным. Я хочу, чтобы ты услышал просто. Հաջողություն ենք ուզում։ Хотим Ոգևոր успеха. մտուղներ ենք ուզում։ Плоды хотим Կրակի духовные. օծություն ենք ուզում։ Хотим помазание огненное. Առանց աշխատանքի ես ամեն բանը չի լինի։ Без труда ничего этого не будет. Առանց ծոմապահության, Без постов, առանց աղոթքի, без молитв, առանց կարդալու без Աստվածաշունչը чтения Библии. մեզ ոչ մի բան չի լինի։ Ничего не будет. Եթե դուք այսօր հավատաք, Если вы сегодня поверите, ինչ-որ մի бан ձեր մոտ կփոխվի։ что-то в вас изменится. Մեր զոհի չափն է որոշում մեր օրհնության չափը։ Мера нашей жертвы определяет наше благословение. Ամեն։ Аминь. Հալելույա։
Аллилуйя. Առական 14:5-ը։ А, Եկեք ծույլերից ցելել։ Притча 10 глава, 4-5 стихи. Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիվ ձեռքը հարստացնում է, ով ժողովում է ամռանը, ուշին որդի է, հունցքին խոր քնողը ամոթաբեր որդի։ Ленивая рука делает бедным, а рука прилежная обогащает. Собираясь во время лета, сын разумный, спящий же во время жатвы, сын беспутный. Դուք պատկերացնում եք ինչ ա կասում։ Представляете, что происходит? Կա ժամանակ հիմա մեզ, Есть տրված է այդ время ժամանակը։ для нас, оно дано нам. Ու եթե մենք հիմա յուղ չհավաքենք, И если мы не будем собирать масло, այն ժամանակ երբ որ Տերը գա, когда Господь придет, վազելու ենք որ յուղ հավաքենք։ мы будем бегать, чтобы собирать это Իմ масло. չհավաքելու այլ առնելու։ И не собирать, а покупать. Ես չեմ անում ումից պետք է առնեին, բայց гնացի։ Я не знаю, у кого они должны были купить это масло, но Կային они մարդիկ, пошли. որոնք որ ունեին այդ յուղը։ Были люди, у которых было это масло. Կարող է այդ ես չգիտեմ այդ ինչ է։ Я не знаю, что это. Չունեմ այդ У меня հայտնությունը։ нету это Բայց որ հետ открытие. եկան, Но когда они вернулись, իրանք ունեին այդ յուղը, у них было это масло, բայց արդեն դռներն էին փակ։ но уже двери были закрыты. Հասկանում եք, հիմա է ժամանակը։ Сейчас время. Մենք մեզ պետք չի քնել այս հունցքի ժամանակ։ Не надо спать во время Մեզ этой պետք է жатвы. աշխատել հիմա, Нам надо работать, որպեսզի մենք այդ յուղը ունենանք, чтобы мы имели это масло, որպեսզի չկա ժամանակը, чтобы не пришло ու время, չասենք վայ, այն օրերը։ чтобы мы не сказали, те времена. Դե ոնց կարամ հիմա այդ ինչ ասեմ։ Как я могу это сейчас не сказать? Չապուրի ու մրջունի պատմությունը։ Притча про Ստրիկազի մորոն։ козы и муравья. Երկում էր, պարում էր, ինչ գործ, ինչ բան։ Пел, плясал, какая там работа. Մրջունը աշխատում էր։ А муравей он работал. Մեկ էլ եկավ ձմեռը։ И вдруг наступила Ու зима. հիշեց, որ մրջունը իր մորքուդն է։ И он вспомнил, что муравей его тетя. Գնաց մոտը։ И пошел к нему. Անես շնի, որ մենք հետո գնանք մորքուրի մոտ։ Чтобы не получилось так, чтобы мы потом шли к тете. Ինչի՞ համար, այսօր ժամանակն է։ Для чего сегодня Այսօր время? արտերը հնձելու ժամանակն է։ Сегодня время Այսօր пожинать ցապելու поля. հնձելու ժամանակն Сегодня է։ время Այսօր сеять и օրնուսան жать. ժամանակն Сегодня է։ время Այսօր յուղ благословить. հավաքելու Сегодня ժամանակն է։ время Այսօր այն собирать ժամանակն է, масло. որ մենք պետք է հավաքենք մեր յուղը, որ գալի ժամանակ կանգնենք Տիրոջ ճուղակի ճշտելով մեր լապտերները։ Чтобы мы собирали масло, и пришло время, и мы стояли перед Богом, И просто чьяма? свои светильники поправляем. Որովհետև ցույլությունը Потому что лень, աղքատություն է պատճառում оно приносит бедность ամեն հարցերում։ во всех сферах. Հետո գիտեք, աշխատասեր մարդը համբերատար անում։ Вы знаете, трудолюбивый человек, он терпеливый. Ես հիշում եմ մենք փոքր ժամանակ որ տատիս լոբից անեց, մենք կարող ելանք փորինքը լետրանք աճելա թե չի։ Я помню в детстве, когда бабушка посеяла фасоль, мы утром встали и ковыряли, Ու чтобы... վազանք տատու մոտ ասինք, տատի ոչ մի բան չի եղել։ И побежали к бабушке и сказали, ничего не выросло. Հետ նորավ ընկավ հետևներից։ Но с палкой, она с палкой Կա показала. համբերության ժամանակ, Есть время терпения. որովհետև համբերով իր աշխատանքից վարձ կունի։ Потому что Մենք это այսօր աղոթում всё ենք, награда от работы. Сегодня мы молились ու ասում ենք, վայ ոչ մի բան չեղավ։ и говорю, «Ну, ничего не Ես произошло. ես мիշտ ասում եմ, Я հիշեք, всегда вам говорю, Кого? запомните, есть կա молитва, ընթացք, есть течение, կա պատասխան։ есть ответ. Ստեղ աղոթում ենք, Здесь молимся, համբերատար անցնում с ենք, терпением ստեղ проходим, ստանում ենք։ здесь получаем. Այստեղ աշխատում ենք, Здесь работаем, ստեղ փտուները ստանում там ենք։ получаем Ստեղ плоды. աշխատում ենք, Здесь ստեղ работаем, համբերում ենք, здесь терпим, ստեղ ներում ենք, Здесь ստեղ աղոթում ենք, здесь ստեղ молимся, ծով ենք պահում, здесь ստեղ постимся, կարդում ենք, здесь ստեղ читаем. փտուները վերցնում ենք։ а там мы получаем плоды. Հալելույա։ Аллилуйя! Եթե չունենանք այդ ընթացքը, Если այդ не будет этого համբերության течения, ընթացքը, это течение терпения, մեր տղերքից մեկի հարսանիքը պետք է լինի, շուտով ասում ես կուզենայի քնելի հարսանիքը սեղած փորձածել։ Այդպես բան չկա։ один из сыновей говорит, как хотел бы ребят, которые должны жениться, говорит, как хотел бы закрыть глаза, открыть, и уже свадьба произошла. Такого не бывает. Հակոբոսի գիրքն ասում 5-րդ Книга Иакова, 5 глава, 7-րդ 8-րդ խոսքի ասում։ Եղբայրեր, մինչև Տիրոջ գալուստը համբերող եղեք։ Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական պատղին, մինչև առաջին ու վերջին անձրևը ստանա։ Դուք էլ համբերատար եղեք, ձեր սրտերը ամրացրեք, որտեղ Տիրոջ գալուստը մոտեցել է, հալելույա։
Ձեր սրտերը ամրացրեք, շարունակեք Укрепите աշխատանքը։ свои сердца и продолжайте работу. Որտեղ Աստված ասում է ձեր աշխատանքը վаш трудничать են перед Богом։ Ձեր աշխատանքը իզուր չի Աստված։ Այո, Իեսուս չի ասում առաջ։ Շարունակեք, ավելի ուժեղ աշխատեք։ Еще больше работайте. Տերը բարի է։ Господь благ. Հալելույա։ Ասում է մշակը սպասում է։ Իրա պտղին։ Земледелец ждет своего плода, говорит слово. Մինչև այդ անձրևները գա, մինչև Տիրոջ օրհնությունը իշնի։ Пока придет дождь и придут благословения Божьи. Երբ որ մենք մի գործ ենք բռնում, Когда какое-то дело мы начинаем, մենք պետք է դրա մեջ տնանք Տիրոջ ձեռը, мы должны увидеть Божью руку в этом. որ Տերն է ինձ տանում։ Что Господь ведет меня туда. Ամեն, հալելույա։ Аллилуйя. Ծննդոց 8:22։ Бытие Հիշում եք Նոյի 8:22. զոհը։ Помните жертву Ноя? Նրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Что после этого произошло? Խոստում։ Обетование, обещание. Այսուհետև ինչքան ժամանակ որ կլինի, երկիրը չեն դադարի, սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը եւ ցերեկն ու գիշերը չի դադարի։ Впредь во все дни земли сеяние и жатва, холод и зной, лето и зима, день и ночь не прекратятся. То есть կա խոստում Աստծո կողմից, Есть обетование от Господа. որ հունձքն ու ցանը պետք է լինի։ Будет Այս ամեն сеяние и բանի մեջ մենք жатва. պետք է մտնենք։ Во все это мы должны войти. Մենք չենք կարող Աստծո օրենքներին Мы չընթարկվել, не можем не подчиниться Божьим Աստծո законам. խոստումներին И չընթարկվել։ обетованием Божьим не можем не Այսօր էս Աստծո подчиниться. խոստումներն են, Это сегодня որ չի обетование Божье. դադարի, եթե ուղղակի ստեղ մի հատ հարց կա։ Что не прекратится, есть один вопрос здесь. Մինչև ցանես, Пока не посеешь, չես հնձի։ не будешь пожинать. Մինչև չաշխատես, վարձք չես Не ունենա։ будешь работать, не будет награды у тебя. Ամեն։ Аминь. Ես գիտեք, ես նոր պրոստը հիշեցի, ասում եմ, ծույլ մարդը ծուր բերանով ամանգալի։ Я сейчас понял, что ленивый человек ходит с искаженным ртом. Սկրվիմ հա էլ ինչ-որտես մի բան ասում եմ։ Այսինքն, խի, ես միշտ նկատել եմ, ով որ ասենք աշխատանք չի սիրում, Я всегда замечаю, кто-то не любит работать, ասում եմ, ապրել մի քիչ կտաս մի բան։ всегда говорит, ну, чуть-чуть что-нибудь подашь, Մի քիչ կօգնես։ поможешь немного. Դերում ես սենց ջանով, տեղին, ամեն ինչով սենց։ Видишь, что все Չէ, нормально у меня. եղբայրներ քույրեր։ Нет, братья и сестры, Այդ չի մեր սուջբան, այդ չի մեր բախտը։ это не наша Մենք պետք է судьба. աշխատասեր լինենք։ Мы должны быть трудолюбивыми. Անենց որ կարողանանք հələ շատերին էլ մեր հետ օգնել։ Так, чтобы еще и многим помогать. Մենք պետք է աղբյուր լինենք օրհնության, Мы должны быть источником благословения. որովհետև Հիսուսն ասեց, Տերն ասեց, Աստված ասեց, ոնց ուզում եք հասկացեք։ Иисус сказал, Бог сказал, Господь сказал, как хотите, понимаете. Քանի էս աշխարհը տևում է, գոյություն ունի։ Пока существует этот мир, Հունցքն ու ցանկն ու հունցքը չի դադարել։ сеяние и жатва не прекратятся. Էսի պրինցիպ է։ Это есть принцип. Ու ոչ ոք չի կարող դա խախտել։ И никто не может Շատերը գիտեք ինչու են этого не շիշտում։ делать. Знаете, многие в чем ошибаются. Ստեղ ցանում են, Здесь сеют, բայց ուզում են ուրիշտեղ հնձեն։ но хотят в другом месте пожинать. Այդպես բան չկա։ Такого не бывает. Համբերի, Потерпи, համբերատար եղի։ будь Ինձ դե терпеливым. նեղացրեցի, Здесь меня обидели, բայց դու ստե ցանել ես։ но ты здесь же сеял. Դու գնալու ես ուրիշտեղ նեցանած բան չունես։ Ты пойдешь в другое место, там ты ничего не сеял. Ռուֆին ասեց չեթ ասունի շարտ, մնա ես արտի մեջ։ Руфи сказали, не иди в другое поле, оставайся в этом поле. Որտեղ դու ստեղ ցանել ես արտը։ Потому что здесь ты уже Սպասի посеял. համբերատար եղի, որ ոնց որ հողագործ, ոնց որ մշակ։ Будь терпеливым, как земледелец. Գալու է քո հանձելու ժամանակ։ Придет время твоей Ուղղակի жатвы. շարունակի այդ ամեն բանն։ Просто продолжай все это Իրենք делать. երբեմն երբ որ իմ թևերը մի քիչ իշտում են, հայն մոտել է տենց բաները։ Иногда, когда мои Ушам руки шушу. опускаются, у меня Вот тоже это- так бывает. Կա պահեր, որ դու անցնում ես դժվար ճանապարհներով, Потому что ты проходишь трудные пути, փորձություններով, испытания. ու թշնամին էլ է դուրս գալի քո դեմ։ И враг тоже Ես գիտեք ոնց եմ ամրապնդում։ атакует. Знаете, как я себя Ищи. укрепляю? Запомни, Դու արդեն ահագին բան արել ես։ ты уже многое сделал. Սպասի, Ожидай, մի վրազի, не спеши. Տերը տալու է։ Господь Տերը воздаст. տալու է։ Он Տերը придет, այցելելու է։ Он посетит, Տերը տալու է։ Он даст, Տերը հանելու է։ Он Տերը выведет, օգնելու է։ Он поможет. Դժվար է։ Это очень трудно. Հողի գործանելը հեշտ չի։ Земледелие – это не простой труд. Հոգևոր կյանքն էլ է տենց։ Духовная жизнь такая Есть же. чи? Это нелегко.
ծոմի մեջ ասма գլուխը սավաս ծոմից դուրս В եկա։ посте, говорят, голова закружилась, заболела, я вышел из поста. Ավելի լավ է ծոմի մոտ։ Значит, Եթե вообще не պիտի бери пост. գլխացավից վախենաս։ Если ты будешь бояться боли, головной боли. Ես վերջերս մի օգետ խոսում գասպա որ մի հատ խնձորել չուտեմ։ С кем-то разговаривали, да, Ավելի говорят, լավ է даже խնձոր կեր яблоко ծոմի մոտ։ не съесть. Ешь это яблоко, но не бери пост. Դու աշխատասեր չես։ Ты не Դու трудолюбивый. չես ուզում հաղթես։ Ты не хочешь Դու չես ուզում победить. քեզ Ты не խոնարհացնես։ хочешь преклонить себя. Հալելույա։ Аллилуйя. Եթե չաշխատես, արդյունք չես ունենա։ Если не будешь работать, не будешь иметь результат. Ինչի համար։ Նայեք դաժե Աստված ինչ հետարքիր խոսք ասում։ Смотрите, что говорит Бог. Կորինթացիս 9:9 1 առաջին։ Коринфянам 9:9, 9 глава, 9 стих. Որովհետև Մովսեսի օրենքում ա գրված էսի։ Ибо в Моисеевом законе Գալու написано: աշխատող Եզան դունչը մի կապի։ не заграждай рта у вала молящегося. Պողոս Արաքյանն ասում է, միթե Աստված եզների մասին ա մտածում։ А в Аллах не печется Бог. Ոչ։ Нет. Ինչ էին անում եզները, ոնց էին կալանում։ Что делал вол? Բերում էին դնում էին գարին ցորենը իր դեմը, Приводили зерно, ставили перед ним, ինքը перед волом. կապված էր մի հատ sense պարանով, Իմ ինքը պետք է սվյազան- քայլեր ու իր հետևից այդպես մի հատ ծանր քար, И он должен был ходить, и камень тяжелый ու шел ինքը за ним. անցնելուց պիտի տրորեր այդ գարին, И он должен был пройти через это зерно. ու քարը պետք է մանաներ էդի։ И камень должен был ազատել молоть это. մեքենայից, այդ փոշից, այդ շլուխայից, պետք է Что ազատել։ освободить должен был камень от шелухи. Ու ամեն անգամ եզը որ էթում էր, каждый իր раз, բերանը когда որ կապած էր ելնում, Շոն է չէր կապում։ կարող մի հատիկ խաչաբո ուտեր։ Его рот был загражден, и он не мог хоть одно зерно съесть. Ու դրա համար Աստված ասեց՝ մի կապեք, թողեք թո ինքն են օգտվի։ Поэтому Господь сказал: не заграждайте рта валу, пусть он тоже пользуется этим. Նուժելի Աստված այդ եզան մասին է։ Разве и про этот вол думал Господь? Ոչ, ինքը Нет. մտածում էր այն ժամանակների մասին, որ մենք որպես ես պետք է աշխատենք իր Он դաշտը։ думал о тех временах, когда мы будем работать как валы в его поле. Մենք աշխատում ենք այսօր։ Мы работаем сегодня. Մենք շարժարվում ենք Мы այսօր։ трудимся сегодня Ավետարանի համար։ для Евангелия. Հալելույա, Փառքիրոջը։ Слава Господу. Առաքանց 24:30-34։ Притча 24 глава 30-34. Անցած մացուր մարդի արտի մոտով եւ պակասամիտ մարդու այգու մոտով։ Ահա բոլորի մեջ փշեր էին աճել։ Նրանց մակերեսը եղիջներ էր ծածկել եւ նրա քարե պատը փուլ էր եկել։ Եվ երբ որ տեսա, մտքիս մեջ պահեցի, նայեցի ու խրատ առա։ Եթե մի քիչ քնես, մի քիչ մռափես, ձեռքերդ ծալես ննջելու համար, այն ժամանակ աղքատությունդ կգա ճանապարհորդի պես եւ քո թշվառությունը վահանակիր մարդու պես։ Եմ որ գալիս է սև շորերով այն բանը ձեռը գերանդում։ Когда приходит человек в черных одеждах, Անցած մացուր մարդու կողքով, я прошел мимо ленивого человека, կարճ մտածող մարդու կողքով, человека, который недалеко думает, ու այգին տեսա իրա, и увидел поле իր его. կյանքը տեսա, Я увидел жизнь, իր его գործողությունը տեսա, его действия я ու увидел, ինչքան անփույթ հավարվում, и как он небрежно սա относится, խրոբլեմների մեջ է, он в проблемах постоянно, փշերի, եղիջների մեջ է, там постоянно тернии, պատվել փլված է, И- պաշտպանություններ и չի։ стена разрушена, нету никакой защиты. Ասում մի խելք սովորեցի, մի միտք արա։ И я взял одну мысль: Եթե չաշխատես, если не будешь քնես, работать, մռափես, будешь спать и дремлить, հոգևոր աղքատություն կունենաս։ будешь иметь духовную бедность. Ու այդ մահվան այդ հրեշտակը կգա։ И этот ангел Հոգևոր смерти он մահեր придет. Есть даже духовная смерть. Конечно, есть, անպայման կա։ Ու մենք պետք է արթուն մնանք։ И мы должны бодрствовать. Ինչի համար։ Для чего? Ժողովով 11:4-ում ասում է. Քամուն դիտողը չի ցանի եւ ամպերին նայողը չի հնձի։ Դες վայ, բա ոնց է թան։ Մի անգամ մի հատ մարդ էր եկել, Однажды один человек пришел: ասեց լսի կարաս մի հատ գործ ճարես, ասի հա կարա։ можешь работу найти мне? Զանգեցի մի հատ եղբոր ռուս, И я позвонил одному человеку, брату русскому, ասի լսի գործ ճարես, մի հատ եղբայր ունենք, տանիք ունի էլի։ Մի հատ գործ տա։ спросил: есть ли у тебя работа, есть человек один, у него семья. Ասեց հա ունեմ, ասեց արկա կարում ես արքի։ И он сказал: да, есть работа, может арку сделать?
Ասի եղբայրս արկա կարում ես Я սարքել։ спросил брата, можешь арку сделать? Վայ, ասեց ես սարքի մասնագետ Он եմ։ сказал, я специалист по аркам. В общем, հենավ գնաց, И он пошел туда. 3 ժամ հետո այդ եղբայրը զանգել Через 3 այն, часа этот брат звонит мне ուշքից գնացել է։ и смеется. Ասма բերել եմ Ալիբաստրան այդ։ Ասма այդ ցեխը արել է, Я- իշքան խփնով վերև սաղ լցվել է վրեն ասում։ Ասма արկեն ոնց կանեն սկա, բայց ինքս ես գիպսի մեջ կայնացա։ Он не смог это сделать, он весь в гипсе оказался. Ասма աղբերս արի փողը տամ իրա, ավել լավ է, էլի թողատում, Этот брат говорит, ես կարգին մարդ բռնեմ։ я лучше ему заплачу, пусть придет домой, я специалиста найму. Ես զարմացա այդ տղու աշխատասիրության վրա։ Я удивился трудолюбию этого человека. Ու ինքնինձ ասեց հայ իշկա որ տեղում կսովորեի, մի երկու մեկ շոքել որ ծախսի, արդեն արկեն А պատրաստ։ он говорит, а что такого? Я бы на месте научился еще 2 мешка. Գիտեք ինչը դուրս եկավ, И что мне понравилось? որ դժվարության առաջ չկայնավ։ Он не остановился перед Ասեց трудностями. հետո որ եկավ մեր տուն շնորհակալություն հայտնեց, И он пришел к нам домой, поблагодарил. ասեց որ արկի գործողի ինձի խաբար արա։ И говорит, когда будет работа, насчет арки, скажи мне. Բայց նրանից հետո ում զանգեցի, ասի դե տեն արկա սարքողն, ասա չէ աղբեր, ասի չէ ուզում։ Но после этого, То есть որտեղ որ մենք գալիս ենք, куда бы мы ни шли, մենք Քրիստոսի լույսն ենք։ мы свет Христова. Ամեն, ամեն մենք պետք է հասկանանք։ Поэтому должны понимать, Ես մարդը ոչ քամուն էր նա, ոչ էլ ամպերի։ этот человек не смотрел ни на ветер, ни на облака. Իրան պետք էր գործ։ Ему работа нужна Եթե была. դու ասել պոեզ քշել գիտեր, կասել բաղո։ Если бы ты сказал, поезд «Ты шофером поезд не водить», он летал. сказал, конечно, я 10 лет работал. Թե ոնց քշել այդ պոեզը, դա արդեն երկրորդ հարց։ Как бы он вел этот поезд, это второстепенный вопрос. То есть կան մարդիկ պրոֆեսիոնալի գործանողներ են։ Есть люди, профессионалы во всем. Ինչի համար։ Для чего? Իրանց մոտ էլ սկզբից չի ստացվում։ Ում մոտ է հենց սկզբից У ստացվում։ кого с самого начала все Եվ որ ես որ получалось? ապաշխարեցի, ես ինձ երբ որ հերթս պետք է հասնել աղոթել, ես ասի, իմ չոքերը դողում էր, ես աղոթ չգիտեի։ Когда я только покаялся, и приходила очередь, чтобы я молился, я трясся все весь, дрожал, потому что я не мог молиться. Ու երբ որ հերթ հասավ ինձ ասի ալելույա։ Когда дело дошла очередь до меня, я сказал «Аллилуйя». Իրանք ասին էդ էլ է հերիք։ И они сказали, этого тоже Բայց ամեն ինչը достаточно. փոճուրից է սկսվում։ Но все начинается с Սերը որ малого. դու ցանում ես մեծ չի, Семя, которое ты сеешь, оно небольшое, փոքր է, оно маленькое, բայց մեծ պտուղներ է բերում։ но дает великие плоды. Ես վերջերս նույն զանգել կարող ես տեղա եղել, ասել տվել։ Недавно мне позвонил брат один. Արդեն համարյա մի 18 տարի անցել այդ դեպքից հետո։ 18 лет прошло с того случая. Սոչիում եմ զանգել, բայց հիշում ես։ В случае он позвонил, помнишь Չէ, меня? ասի ախպերս։ Я говорю, нет, не помню. Վազգենի համարն եմ ստացի տվել։ Ասի չէ, բան դու ես, վայ, ասում արկա սարքողն եմ, վայ, ասի։ Արկի գործ չկա։ Ասեց հիմա պրոֆեսիոնալ արկա սարքող է։ Позвонил тот, который Ես մարդը դաբից է։ профессионал, он добился. Իրենք շատերը կանգ են առնում, մի հատ Ալիբաստրան գա վրեն, վայ, սենց հարած էթում են տուն, մամա օգնի, չէ, Многие գնա առաջ, останавливаются. գնա առաջ, Иди вперед. արդարը ինչ էր որ վերցնի, ինչով էր զբաղվի հաջողություն ունենալու, Праведник, чем бы ни занимался, ինչով будет էր որ успешен. զբաղվես, եթե անընդհատ զբաղվես, դու հաջողություն ես ունենալու, Չէ, պետք է կարևորը զբաղվես։ կանգ, մի առ, մի այդ համոն ամպերին, հալելույա, Постоянно занимайся и будешь иметь успех. Не смотри на ինչի людей. համար, Անդականց 6-6-ում ասում է, Притча 6. մրջունի մոտ գնա, ով ծույլ, Иди к муравьям, ленивый. ոչ քարոզիչ ունի, ոչ պաստր ունի, ոչ թագավոր ունի, У муравья ни пастыря, ни проповедника, ни царя. նրա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր, Смотри на его пути и նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի, բայց իր հացը պատրաստում է ամռանը, այն ժամանակ երբ որ պետք է քներ, ինքը չի քնում, ինքը աշխատում է, нет у него наставника, но он работает. Когда он должен был спать, он не спит, он работает. իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում, Свою еду он собирает во время ասում жатвы. ինչեւ երբ ես պարկելու ով ծույլ, քնիցդ երբ ես զարթնելու, մի քիչ քնես, մի քիչ մռափես, ու կարդացի դեր։ Пока ли ты ленивец будешь спать, когда ты встанешь от сна твоего? Հասկանում եք, մենք այսօր բլագադաց, դաժե եկեղեցիներ են բացում, բլագադաց, շնոր, շնորհքի տակ են ոչ ման միայն, սատանեն է խափում, քույրեր եղբայրներ, շնորհքը դա
շնորհքը մեղքը չի ներում, շնորհքը ուժ ա տալի, որ դու մեղք չգործես։ Благодать не прощает грех, Он дает силу, чтобы ты не согрешил. Ինքը ուժ ա տալի, որ դու աշխատես։ Дает силу, чтобы ты Հիմա է работал. կարդալու ժամանակը։ Сейчас время Հիմա է читать. աղոթելու Сейчас ժամանակը։ время Հիմա է молиться. ծոմ պահելու Сейчас ժամանակը։ время поститься. Այս առատությունների մեջ, այս բերքոբարիքների մեջ, Из-за որ ամեն ինչ կա ու դու ծոմ ես, դա մեծ հրաշք ա Տիրոջ համար։ Когда все есть, и ты в посте, это великое чудо для Бога. Երբ որ մարդիկ գնում են հանգստանալու տարբեր երկրներ, բայց դու Աստծո գործն ես անում։ Когда люди едут отдыхать в разные страны, ты делаешь Божье дело. Երբ որ Հոբը ընկավ այդ օրի մեջ, Когда Иов попал в такую ситуацию, Քինը մոտիկացավ ասեց անիծի Աստծուն ու մեռի։ жена подошла и сказала: прокляни Господа и умри. Հոբն ասեց նույնժելի ամեն լավ բան կարելի է ընդունել Աստծուց, բայց վատը չէ։ Иов сказал: неужели Նեղություններ хорошее կլինեն, брать от Господа դժվարություններ плохое? կլինեն, Будут հոգսեր трудности, կլինեն, тесноты, нужды. դժվար ճանապարհներ Будут կլինեն։ трудные Մի пути. կանգար, Не մի останавливайся. դադարի գործելուց, շարունակի քո ճանապարհը, որտեղ այդ ճանապարհի վերջում Քրիստոսի փառքն է ստենալու։ Потому что Գալու ժամանակ ты увидишь славу Господа. Я Придет фортеля время, когда? И Господь придет. դու չես կանգնի փակ դռների առջև, Придет Господь, и ты не будешь стоять у закрытых дверей. այլ կլսես sense խոսքեր։ И услышишь такие слова. Բարի ու Добрый հավատարիմ и верный Սառա, раб, մտի Տիրոջ ուրախության մեջ, войди в радость Господина своего. մտի Տիրոջ ուրախության մեջ։ Войди в радость Господина своего. Ամեն։ Երբ որ գալիս է Տերը, իր այդ խաղաղություն ա բերում, Приносит мир с собой. իր այդ ուրախություն ա բերում։ Радость приносит с Երբ որ собой. չարի ներկայությունն ա, Когда присутствует իր այդ կռիվ ու ռազդոր ա բերում, Везде раздор, անհաշտություն ա ссоры, բերում։ непотребство. Երբ որ մենք մտնում ենք Տիրոջ ներկայության Когда мы մեջ, входим в Божье присутствие, մենք ցնծում ենք իր мы ներկայությամբ։ ликуем перед Ու Его հավաքում ենք այդ присутствием յուղը, и собираем это масло, որպեսզի մենք այսօր чтобы мы сегодня կարողանանք ունենանք имели վստահություն։ доверие. Ոնց որ սկզբից կարդացի, Как сначала я прочитала. վերևից։ Ջանա Աստծո առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, ինչպես որ մի մշակ, որ ամանչելու բան չունի։ Ինչպես մի մշակ, որ ամանչելու բան չունի։ Հալելույա։ Տերը թող փառավորվի։ Господь пусть прославится. Տերը թող զորացնի մեզ։ Пусть Господь даст Ավելի ջանք անենք Աստծո արքայությունը։ еще больше приложить усилия, чтобы распространить Царство Божие. Չթողենք այդ կոմբայնը, չընկնենք մկների հետ։ Не оставлять этот комбайн и не идти за мышами. Երբ որ միտեղ նստած էր հավաքույտի տեղը, բոնկեն, Рейнольд Бонке в одном месте сидел на собрании. քարոզիչը քարոզում էր, ասում էր շատ ավերցրեք։ Проповедник проповедовал, говорил: многое берите. Ես չեմ ասում որ քիչ վերցրեք, Աստված շատը կտա։ Я не говорю мало Այ Աստված взять. տեղ նստած է ռեխր Господь բոնկեն, многое даст. ավետարանիչ մարդ։ Նա երբեք չի համաձայնվի մի բուխան, կես բուխան կահացով։ Նրան պետք է անպայման մի բուխան կա։ И здесь он говорит, сидит Рейнольд Бонке, и он не согласится на пол буханки хлеба, ему нужна целая буханка. Ռեխր բոնկեն տեղից վերակենում։ И Рейнольд Бонке встает со своего места, Ասում է, «Օ, говорит: нет, այն հացի գործարանն եմ ես ուզում»։ я хочу Ոչ թե завод այդ хлеба. Խլեբզավոդ Խլեբզավոդ։ նադա, նի խլեբ, հասկանում եք։ Այդ թող ձեր մեջ կա այս հոգու զորությունը, որ դուք երբեք չհամաձայնվեք այն փուչուրի հետ, որ դուք երբեք չհամաձայնվեք կանգ չառնեք, երբեք չասեք վայ, ոտերը ստանքում է, Чтобы не согласились на малое. որտեղ դու Աստծո մարդ Твои ես։ ноги не должны Հալելույա։ вставать, потому что ты Божий человек. Աստվածին ոտերը եղնիկի ոտերի նման անում։ Հալելույա։ Бог сделает мои ноги как олени. Аллилуйя. Հալելույա։ Аллилуйя. Զորացի Տիրոջով։ Զորացի, ծովը գլուխը ցավում է, գլուխը որ ցավում է հիշի, ուրեմն դա նշանակում է, որ դու գլուխ ունես։ Հալելույա։ Когда в посте голова болит, помни, что у тебя есть голова. Аллилуйя.